Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այժմ քննվում է քննչականի միջնորդությունը 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Նա նրա 18-ամյա եղբայրը Միքայել Մինասյանը, ինչպես նաև հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվեցին։ Ես շատ լավ եմ, իմ հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ էլ ուրիշ հարցեր չտակ չպատասխանեմ։ Երրորդյա ձերբակալությունից հետո այսօր քննչականը ազատ արձակեց Միքայել Մինասյանին 5 միլիոն դրամ գրավի եւ բացակայելու արգելքի դիմաց։ Նրան, ինչպես նաև Միքայելին եւ Գևորգ Գևորգյանին այսօր առավոտյան քննչականը մեղադրանք առաջադրեց։ Մոր եւ փաստաբանների խոսքով Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, չբացահայտված ալերգիա ունի։ Մայրը պնդում է, որ նրան շուրջօրյա խնամք է հարկավոր։ Դավիթին արդեն տեղափոխել են դատարան։ 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության եւ պաշտոնյայի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Եղբայրը Միքայելը մեղադրվում է աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանը կազմակերպելու համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Ընդհանրապես պատարագի եմ մասնակցել, հիմա մեղադրանքի բովանդակությունը չեմ ուզում, որպեսզի ինձ վարույթից հեռացնեն։ Դպրոցական եղբայրների փաստաբաններն այսօր առավոտյան չէին կարողանում մուտք գործել քննչական եւ միայն մուտք գործեցին Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո։ Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, իսկ Դավիթ Մինասյանին արդեն տեղափոխեցին դատարան, քանի որ կա կալանքի միջնորդություն։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեղադրանքի բովանդակությունից նախաքննության փուլում իրավունք չունի խոսելու, բայց շեշտում է տղաները հանցագործություն չեն արել, ընդհանրապես ամեն կիրակի եկեղեցի են այցելում։ 12-րդ դասարանի տղաներ են, էլի, չէին էլ կարող քաղաքական գործունեությամբ զբաղվեն, որևէ քաղաքական գործչի հետ կապ չունեն։ Կարող է եւ որոշակի քաղաքական ենթատեքստ փորձ էլի եմ ասում կատարվեց մտցնել, բայց երեխաների, տղաների, եթե անգամ եւ կա, տեսեք ասում եմ, եթե անգամ եւ կա, դա քաղաքական ինչ որ ենթատեքստ չուներ իրանց կողմից կատարվածը։ Սուրբ Աննայի միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով Լեբլեցու եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ։ Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում։ Փաստաբանը պնդում է, վարչապետին ուղղված հարված չի եղել, այնինչի համար քննչականը մեղադրում է Դավիթին եւ փորձում 2 ամսով կալանավորել։ Փաստաբան Էլբակյանն ասաց, որ Դավիթի վայր ընկնելուց հետո փորձաքննություն է նշանակված։ Հարված չի եղել, այդ մի բանը հաստատապես հայտարարեմ։ Այն ինչը որ կադրերում տեսել եք, դա հարվածի նմանվող կամ եւ այլն անընդհատ շոշափվեց հարված չի եղել։ Ինչ որ գործողություն կա, բայց որը դա հարված չի։ Ում ինչ քննչականը եկեղեցում տեղի ունեցածը որակում է կազմակերպված հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի կողմից, այսօր ստորագրության եւ 5 միլիոն դրամի դիմաց ազատ արձակված Գևորգյանը պնդեց, ինքը տղաներին չի ճանաչում, պարզապես նրանց պես եւս հաճախ եկեղեցի է այցելում։ Գործողությունները հետո որ իրանք հասկացում են, որ ես իբր կազմակերպել եմ եւ հետո դաշնացնել լիցո, հա, պաշտոնատարանցին, այսինքն երբ որ տեսել եմ ինչ որ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ, ասել եմ դուրս եկեք, եկեղեցում sense բաներ չեն անում։ Փաստաբաններն անդրադարձան նաև առաջադրված հոդվածին։ Ինչպես կարող է քաղաքացին խոչընդոտել վարչապետի գործունեությանը եկեղեցում։ Փաստաբաններն ասացին, խուզարկել են տղաների բնակարանը, փորձելով գտնել ինչ-որ ապացույց, որը կփաստի, թե կազմակերպված փորձել են խոչընդոտել Փաշինյանին։ Ոչինչ չեն հայտնաբերել։ Համաձայն որոշման փնտրում էին ուրեմն վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, հա, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ որ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Մինչ քննչական ակտիվ քննություն է անցկացնում այս գործով, մեկ այլ դպրոցականի ձերբակալման մասին է ահազանգում փաստաբան Ռուբեն Մելիքյանը, պատմեց, որ Կիրակի նույն օրը մեկ այլ դպրոցականի են ձերբակալել, երբ նա տնից դուրս է եկել աղբը թափելու եւ տեսել է վարչապետի ավտոշարասյունը, թքել է այդ ավտոմեքենայի վրա։ Աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է եւ մոտենում է
շատ ներողություն թքումը Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Փաստաբանը հայտնեց, որ այս տղան 48 ժամ ձերբակալությունից հետո այսօր ազատ արձակվեց մեղադրյալի կարգավիճակով։ Ստորագրություն է տվել չբացակայելու համար։ Քննչականն այս մի գործով մանրամասներ չի հաղորդում։ Ազատությունից գրավոր հարցում պահանջեցին։ Մելիքյանն ասաց, որ վարույթը հարուցվել է խուլիգանության հոդվածով, հաշվի առնելով դպրոցականի խոսքը, թե մեջբերեմ թուրքը ծախել է մեր հողերը, նաև հաշվի առնելով, որ վարչապետի ծառայողական ավտոմեքենան է եղել թիրախում։ Դատախազը սա անպարկեշտ արտահայտություն է որակել, ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը եւ նշում թքել է լավ արարք չէ, բայց հիշեցնում է ազգային ժողովի նախագահի դեռ 3 տարի առաջ արարքը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, բայց որևէ քրեական գործ չէր հարուցվել։